Ուրեմն չանչերը, եթե ինքը երկար մնալու է չանչերի մեջ, գինուն կոպիտ համեր է տալի ոչկերի մեջ։ Սա կարմիր գինի պատրաստելու դասական տեխնոլոգիան է։ Ինքը փլուշի վրա, կեղևի վրա խմորվում է, մի քանի օրվա ընթացքում այդ կեղևից հյութին, այսինքն արդեն խմորված քաղցրուին գինուն տալիս է իր գունային գույները, արոմատիկ նյութերը։ Այսելեցին կինոմարան, մասնակից դարձանք կինոստեղծման, համտեսեցինք սպիտական մահական գինին, բացահայտեցինք կինոգործության մի շարք գաղտնիքներ, շփվեցինք պրոֆեսիոնալ կինոգործների հետ և դարձանք այս անզուգական գործի ականատեսը։ Ինչպես եք պայքարում ֆիլոքսերիայի դեմ, որի գյուտնարվել է Վասիլ Թայրևի կողմից։ Ֆիլոքսերայի դեմ մենք պայքարում ենք պատվաստելու մեթոդով։ Մեր բոլոր տնկիները, բոլոր վազերը պատվաստված են ամերիկական ֆիլոքսերակայուն պատվաստակալների վրա, որոնք առանց որևիցե խնդիր դիմանում են ֆիլոքսերային։ Յուրարմատ այգիներ մեր տարածաշրջանում չկա։ Հայաստանում յուրարմատ խաղողի այգիներ պահպանված են Վայոց ձորում ու Արարատյան դաշտավայրում։ Իսկ Արարատյան դաշտավայրում արդեն կա ֆիլոքսերայի նշաններ, շատ դանդաղ, բայց տարածվում է։ Շուղերն էլ կտրում ենք հատուկ մկրատով։